Sistemem հեռարձակման մասով խոստումած, որով որ պայմանավորված մեղադրյալ որ իրեն են արեն Սանուկարյան և տեսաձայնություն լինի, ուստի խնդրում ենք այս մի մասով այս մասով բարեկեցում ենք և ինչպես նաև ուղիղ հեռարձակում չի լինում, ուղղակի տեսաձայնություն։ Հարկելի մեղադրյալ ոտքի կանհեք, ստուգում է ձեր ինքնությունը, անձնահաստատող փաստաթղթերի ներկայացեք։ Ներկայացվեց մեղադրյալ Դավիթ Սերգեյ Կարապետյանի անձնահաստատող փաստաթուղթ անձնագիրը։ Հարկելի մեղադրյալ ձեր անունազգանունն հայրենիք։ Դավիթ Սերգեյ։ Ծննդյան տարին ամսօրը։ Շատ լավ, ընտանեկան դրությունը ամուսնացած եք, խնամքի աղբեր դրությունը։ Հիվանդ։ Շատ բնակության վայրից եք։ Որտեղ ապրում եք։ Եվ որտեղ բնակվում եք, եւ որտեղ ապրում եմ Մասիս։ Ապրում եք Մասիս քաղաք, ասեմ ամբողջովին կասեմ։ Երրորդ թաղամաս Սարաշի շենք առաջին բնակարան։ Շատ լավ, իսկ որտեղ եք աշխատած։ Սողոմոն Տարածի, Ասեք։ Սողոմոն Տարածի շենք առաջին բնակարան 520։ Շատ լավ։ Ազգությամբ հայ Հայաստանի Հանրապետության քաղաքացի։ Աշխատանքի վայր չեք աշխատում։ Զբաղվում։ Կրթություն եք ձեր։ Միջնակարգ։ Առողջական վիճակը։ Քանի լավ չի, բայց որտեղ եմ դիմում։ Լավ, ծառայել եք։ Նախկինում դատվածություն չունեք։ Հայրենի իրավապահ կանոնով իրավունք ունեք։ Գործի համար նշանակություն ունեցող ձեր վերաբերական հանգամանքներ, որ կուզեք այս բանի դատարանին հայտնել։ Գործի հետ կապված։ Ավել բան, որը որ այս բանի կուզեք դատարանին տեղեկացնել։ Մեղադրյալի ինքնության հետ կապված հարցեր ունենք։ Վերադարձումը ձեր անձնահաստատող փաստաթղթեր անձնագիրը, խնդրեմ ասել, մեղադրական եզրակացությունը ստացել եք դատախազության, ինչպես նաև դատարանի կողմից ուղարկված է նախնական դատարանություններ նշանակելու որոշումը և իրավունքներն ու պարտականությունների վերաբերյալ ուշադրություն ստացել եք, այո, շատ։ Շնորհակալություն, լսենք, հարգելի հանրային մեղադրող Արտեմ ազգատախազության դատախազ, Պետսկրատյան ծուք քրեական գործով կողմության հաստատել մեղադրական եզրակացություն։ Շատ լավ, հարգելի պաշտպան Հաստաբանային պարատանդամ, հաստաբանային գնացական ուսում գործով հանրային պաշտպանության վարկով, հաստաբանային պարատի կողմից նշանակված են այս դատի նախապատրության ընթացքում մասնակցություն ներկայացնել։ Շատ լավ, հարգելի դժոխ, խնդրեմ ներկայացնել։ Մարմնադրային գործը դերից իրավապաշտպան կազմակերպության ղեկավար հակապրոկսորի պատկանող դերից իրավապաշտպան կազմակերպության լրատվական հարթակներ։ Խնդրեմ ձեր անունը ներկայացնել։ Շնորհակալություն։ Ներկայացրեց դժոխի անձնահաստատող փաստաթուղթը անձնագիրը։ Հարգելի դժոխ, խնդրեմ ասեք որտեղ եք մնացում։ Քաղաք Երևան, Դեմիրճան փողոց կենտրոն, Դեմիրճան 15-ից 14, 36 բնակարան։ Նույն տեղը հաշվառված եք։ Այո, նույն տեղը հաշվառված եք։ Հարգելի պաշտպան, եթե բարի կտա, մենք ժամին փոքր դրամատիկ ձեր ժամանակ ունենալու։ Լավ։ Դեմիրճան 15-ից 14, 36 բնակարան, դարձրակում։ Շատ լավ, ընտանեկան դրությունը։ Այո։ Երեխա անչափահաս։ Չէ, անչափահաս չունեմ, չէ, թողել ունեմ։ Շատ լավ։ Կրթությունը ձեր բարձրակույն։ Բարձրակույն գիտությունների տեխնիկա, դոցենտ։ Շատ լավ։ Շնորհակալություն։ Հարգելի ձեր դիրքորոշումը մեղադրական եզրակացությունը Հայաստանի Հանրապետության Պետական Դատավարության օրենսգրքի 202 հոդվածի կանոններին համապատասխանեցնելու վերաբերյալ։ Համապատասխանում եք։ Այո, համապատասխանում եմ։ Շատ լավ, հարգելի մեղադրյալ,
շփի կանգնեք, ձեր իրավունքների ու պարտականությունների մասին հատիկ դատարան ձեզ կբացատրի։ Չնայած որ համոզված ենք, որ ձեր պաշտոնը եւ նախագահության մարմինները ճապատաբաններ են։ Այնուամենայնիվ, դուք պարտավոր եք ներկայանալ վարորդների իրականացնող մարմնի հրավերով ենթարկվել վարորդների իրականացնող մարմնի կարգադրությունների դատական լիստի կարգ։ Իրավունք ունենալ պաշտպան պաշտպանվել ինքնուրույն, պահպանելու լրություն կամ կարծիքում հայտնի պաշտպանի ներկայություն։ Վարորդի նյութերի գծելու եւ հետազոտելու համար ներկայացնելու ապացույցներ, հայտարարել ձեր մեղավորության կամ անմեղության մասին, հարուցելու միջնորդություններ, հայտնելու բացատրներ, առարկելու վարորդի հանրային մասնակիցների գործողությունների դեմ, դատարանի միջնորդելու կիրառելու համաձայնեցված կամ արագացված վարույթ, մասնակցելու ապացույցների հետազոտմանը հանդես գալու բացման խոսքով եզրափակիչ ելույթով եւ եզրափակիչ հայտարարությամբ, դատական լիստում կարծիք հայտնելու վարորդի մասնակիցների միջնորդությունների եւ հայտարարությունների վերաբերյալ։ Բացի այդ, պարզաբանում է, որ ձեր իրավունքներից օգտվելը, օգտվելուց հրաժարվելը չի կարող ինքնաբանվել վնասել եւ առաջացնել որևէ անհարմար հետևանքներ։ Ձեր իրավունքների պարտականությունների վերաբերյալ ձեզ բաց են, լրացուցիչ պարզաբանելու անհրաժեշտություն կա։ Շնորհակալություն։ Այժմ դատարանը անցնում է Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով 311-րդ հոդվածով սահմանված հաջորդականությամբ նախնական դատալությունների ընթացքում քննարկման ենթակա հարցերի։ Ինքնաբացակի բացակի կամ վարորդի մասնակցելու ճակատելու վերաբերյալ հարցերի։ Դատարանը հայտնում է, որ ինքնաբացակի հիմքեր առկա չեն։ Դատավորի դեմ բացակի միջնորդություններ առկա են։ Ոչ։ Դատական լիստերի կարգավորի դեմ բացակի միջնորդություններ չեն։ Հանրային մեղադրողի դեմ բացակի միջնորդություններ չկա։ Վարորդի փաստաբանի մասնակցությունը բացառող անգամակներ այն հայտնի շատ։ Քննարկում է Սյուն վարորդի դատության հարցը Տատյաշնի դատարանի։ Քննարկում է քրեական հետապնդումը դադարեցնելու կամ վարորդը կարգելու հարցը։ Հիմքեր առկա են։ Այս բանի հիմքեր չեն։ Քննարկում է միջդատական վարորդում մեղադրյալի նկատմամբ իրական կապանման միջոցը վերացնելու փոփոխելու կամ այն երկարաձգելու։ Օտարժան դատարան կապանման միջոցը փոփոխելու կամ վերացնելու հիմքեր առկա չէ։ Ձեր դիտորոշումը Կապանման դատարան որ ֆիլմի կապանման միջոցը դրապաշարվածության կողմը երկարաձգության կողմնակցային Շատ։ Ճշտելով կողմերի դիրքորոշումը կապանման միջոցի քննարկման հետ կապված դատարանը որոշում է կապանման միջոց բացակայել արգելքը թողնել անփոփ։ Գույքային հայցի հետ կապված հարգելի ուժով, գույքային հայցի հետ կապված ունենք գույքային հայց։ Այս բանի դրությամբ չեմ կարող ասել, ընդհանրապես կուզենայի գույքային հայց ներկայացնել, ուղղակի խնդիրը վաղանության ժամկետների մեջ է, որ երևի բուն դատական պրոցեսի անդրադառնանք, որովհետև մինչև վերջինիս պարզվել է անձը բավական ժամանակ անցել է, ես չկարողացա պատիվ արժանապատվությունը դիմել, այդ առումով բնականաբար ես ունեմ գույքային հայց ևս հայցի կարգով բնականաբար պատիվ արժանապատվության ներկայացնելու 2 միլիոն դրամ չափ։ Շատ լավ, եթե դա այս պահի դրությամբ, այս թողնեք կապդատի ես կարծում եմ, որ դատական ակտով երևի թե կանոնը կարելի է անդրադառնալ գույքային հայցին, եթե այս պահի դրությամբ, ես ունեմ Եթե ունեք գույքային պահանջ, ապա դուք պետք է դա ներկայացնեք իրավոր տեսքով, մենք այս պահին պետք է ունենանք, մենք առաջ չենք կարողացնել, եթե գույքային հայց ունենք ներկայացնելու, ապա պետք է դատականիստը հետաձգենք։ Հետաձգենք ես ներկայացնեմ իմ գույքային հայցը, որտեղ բնականաբար կարծում եմ, որ մարդը պետք է պատժվի օրենքի ամենախստությամբ բոլոր հնարավոր միջոցներով, դա կլինի քրեական պատասխանատվություն եւ կլինի նշվածի հետ կապված մենք հաշվի առնելով որ ցանկանում են ներկայացնել գույքային հայց, ապա դատական լիստը պետք է հետաձգենք ժամանակ ձեզ տրամադրենք, որպեսզի դուք ներկայացնեք գույքային հայց։ Ավելացնելու բան նշվածի հետ կապված ունենք։ Շատ լավ, մենք դատական հաջորդ դատական լիստի համաձայնեցնենք
Արտենից հաջորդ դատականիստը նշանակում մայիսի 10-ին ժամը մայիսի 18-ի ժամը 10-ին։ Բոլորիս համար է այդ շատ դատականիստը շնորհավորություն